Փարքնժդեհին։ Աշխարհը շունչը պահած սպասում է Զելենսկու պատասխանին։ Բոլորս գիտենք, որ իբր Թրամփը 28 կետանոց մի զիջումների, որը մարդիկ ասում են դա կապիտուլյացիա է, իհարկե, եթե նման փաստաթղթի տակ ուկրաինական իշխանությունները ստորագրեն, իսկապես կապիտուլյացիա կլինի, եւ աշխարհը շունչը պահած սպասում է, թե այս քայլին ինչպես կարձագանքի Ուկրաինան եւ պատերազմը ինչ ընթացք կունենա, կդադարի, թե չի դադարի, արդյոք Պուտինին հաջողվեց Ամերիկային համոզել։ Այս հարցի շուրջ ուզում եմ իմ տրամաբանություն, փորձենք տրամաբանել, որովհետեւ դեռ այս տակ է մթնոլորտը եւ ով գիտի, հիմա էլ Տրամփն է ուզում Պուտինի հետ Պուտինի լեզվով խոսի, միգուցե սա խայծ է Պուտինի հետ ինչ-որ բան պայմանավորվելու, հետո Պուտինը բազմիցս խախտել է այդ պայմանավորությունները եւ ինչ կա, որ կարող մի անգամ էլ օրինակ Թրամփը խախտի։ Եվ այսպես փորձենք վերլուծել։ Ում է ձեռնտու Ուկրաինայի պարտվելը։ Բացառապես Ռուսաստանին։ Ես ձեզ ասեմ, անկապ Չինաստանին ձեռնտու չի, որովհետեւ Չինաստանը սպասում է Ռուսաստանի այն կարգի խեղճանալուն, որ ինքը իր մասնաբաժինը ստանա։ Գիտենք, չէ՞, որ տասնյակ տարիներով վարձակալել է այդ Սիբիրները, այդ հյուսիսային շրջանները, Չինաստանի հյուսիսային շրջանները, որոնք Ռուսաստանի տիրապետության տակ են։ Դրանք իրականում 1.5 միլիոն քառակուսի կիլոմետր դրանք չինական տարածքներ են։ Եվ այնտեղ ապրող բուդդիստ մոնղոլոիդները ավելի լավ իրենց կզգան չինացիների հետ, քան այս վերջի մի 200 տարին, որ ապրում են ռուսների հետ, իմ կարծիքով, որտեվ դրանք մի քիչ ավելի մոդիկ են որպես ցեղային։ Լավ, ինչ տեղի ունեցավ։ Զելենսկուն առաջարկվել է 28 կետ եւ ժամկետ պատասխանելու։ Չեն պարտադրել, դու պետք է ընդունես։ Ասել են դու ես որոշում, կամ պատերազմը շարունակում ես, կամ ընդունում ես։ Եվ ժամկետ են դրել։ Զելենսկին դա Նիկոլ Փաշինյանը չէ, որ ինքը կանգնի ասի Արցախն Ադրբեջան է, ասենք համայն հայության փոխարեն, չէ՞, կանգնում է ինքը ասում է Հայաստանը ճանաչել է ինքն է Հայաստան, էլի։ Սպան չկա։ Հա, Զելենսկին այդ հարցը ինքը առաջ է քաշում, ոչ թե գնում հայտարարում է դա Ռուսաստան, ասենք չի ասում Ղրիմը Ռուսաստան է եւ վերջ։ Ինքը ասում է նման առաջարկ կա։ Եվ իրենք պետք է բոլորը միասին մտածեն այդ առաջարկը ընդունելի է թե չէ։ Եվ դա իր կամ իր կառավարության միանձնյա որոշելիքը չէ։ Այստեղ ցույց է տալիս Զելենսկու ժողովրդավար լինելու հանգամանք։ Երկրորդ, այդ թուղթը հրապարակելուց հետո ով փոխանցել է Զելենսկուն, հա, այդ բարձրաստիճան զինվորականը, ամերիկյան ՆԱՏՕ-ի ժամկետ են դրել, Զելենսկին արդեն հայտարարել է, որ կան կարմիր գծեր։ Այսինքն այս գլխեն ասել է, որ որտեղ բաներ կա, որ եթե կարմիր գիծը դա է, որ ինքը դրանց ենկում չի անցնում։ Օրինակ Նիկոլի իշխանությունը կարմիր գիծ չունի։ Հայաստանում մեր կառավարությունը կարմիր գիծ չունի։ Նա չունի սրբություն, որ ասենք դիպչես այդ սրբությանը, ինքը կարող է դրա համար բան արնահեղություն անի։ Նա չունի այդ սրբությունը։ Նա կարող է Արարատը, որ դա, չգիտեմ, մեր ամեն ինչն է, Թուրքիա համարել, շատ հանգիստ Արցախը եւ եկեղեցուն Չուլանոց անվանել, այսինքն ինքը սրբություն չունի, Նիկոլին ինչ ուզեն, ասենք թշնամիները կարող են անել, ինքը կարող է ված չզգալ։ Նաեւ դա վկայում է նրա այդ երկրի հակառակ կողմը գիրքը, որ ինքը հրապարակել է։ Մարդու էությունը ցույց է տալիս այդ գրքի մեջ։ Եթե չեք կարդացել, կարող եք չկարդալ։ Ես էլ չեմ կարդացել, ուղղակի դրվագներ կան, որ դա գրքեր այնքան ասեցին եւ ես նորմալ տղամարդը, հայ տղամարդը դες բաներ չպետք է մտածի ու գրի։ Ուրեմն Զելենսկին ինչ արեց։ Ասես կա կարմիր գիծ, որ էդի միանշանակ չի լինելու, այսինքն ձեր 28 կետը ներս որ այնց ընդունելու եմ։ Եվ այդ ժամկետը հնարավոր չի, էլի, ես այդ ժամկետում դրա պատասխանը տամ։ Սա շատ կարևոր է։ Իսկ այս ընթացքում Պուտինը կարող է մի քանի ղալատ անել։ Հասկանում եք, չէ՞։ Այդ կարմիր գիծը, որին արդեն ասում է, սա արդեն Պուտինի նպատակն էր իրականում ամբողջ Ուկրաինային տիրանալը։
մենք բոլորս գիտենք 3 օրում թե 6 օրում պետք է Կիև գրավեր։ Ամբողջ Ուկրաինան պետք է իր ասած Կիևյան Ռուսիան պետք է իրենը լիներ։ Հա, բայց անգամ այս թղթով իրենը չի լինում, բայց իրոք սա Ուկրաինայի համար ծանր վիճակ է։ Եվ այստեղ հարց է առաջանում. լավ, բայց արդյոք Պուտինը այդ հզորությունը ուներ ռազմական եւ տնտեսական, որ կարողանար նման բան թելադրել Ուկրաինային։ Դա թելադրանք Ուկրաինայի հանդեպ չի համարեք, որտեղ Ուկրաինան ինքնուրույն չէր կարող դիմակայել Ռուսաստանին, բոլորս գիտենք։ Դա թելադրանք է Ամերիկայի եւ Եվրոպային։ Եվ իմիջիայլոց ասեմ, Եվրոպան դեռ իր պատասխանը այս հարցի շուրջ իր տեսակետը չի բարձրաձայնել։ Եթե այս թուղթը իրականություն դառնա, առաջի հարվածը Ուկրաինայից հետո ստանալու է Եվրոպան։ Հասկանում եք, Ամերիկան խնդիր չի ունենալու։ Հիմա այստեղ հարց է առաջանում, լավ, Ամերիկան ինչու է համաձայնել այդ փաստաթուղթը դնել շրջանառության մեջ։ Ինքը հերթական անգամ կամ ուզում է Պուտինին գցի, որտեղ այս ընթացքում Պուտինը հաստատ խարապ բաներ է անելու, այս ձևով ուզում է հասկանալ Չինաստանի ռեակցիան, որտեղ որքան էլ ասենք Չինաստանը արդեն տեզերքում մի 10-20 տարի հետո ասեմ աշխարհի առաջատար պետությունը լինելու է նա, ով տեզերք է նվաճելու, ով մոլորակին սպառնացող վտանգը, ասենք, չեզոքացնողն է լինելու, այն մնացած պետությունները պետք է ապահովեն նրան, որտեղ ինքն է դրսից։ Իմիջիայլոց ասեմ, որ այդ 3 այ Ատլաս այլ արեգակնային համակարգից եկած քարը, որը արդեն չգիտեմ, ես ուշ-ուշով հետևում եմ NASA-ի այդ բանին, այդ քարը իրենք որ հետևում են, ես էլ եմ հետևում, իրենք այնպես են հետևել, որ պարզվել է, որ դա ոչ թե քար է, այլ շուտ մեխանիզմ է աշխատում, որտեղ արեգակնային համակարգի գրավիտացիային չի ենթարկվում, եւ ուրեմն հասկանում են, որ դա, որտեղ ինքը կարողանում է իր ուղղությունը թեքել, չգիտեմ, ես ինչ էր անել, ազատ մանևրել ինչ որտեղ այդ քարը գտել են, որ դա ուրեմն տեխնիկա է, իսկ եթե տեխնիկա է, ուրեմն քաղաքակրթություն կա, որ մեկը ստեղծել է դա։ Ու դա արեգակնային համակարգից դուրս է։ Այսինքն մենք արդեն ունենք հյուր, քաղաքակրթական հյուր, որը մեզանից ավելի զարգացած է, եւ դրան հետևում է ոչ միայն ամերիկյան եւ եվրոպական այդ բաները, տեզերական կառույցը, այլ Չինաստանը, մեկին մեկ, օրինակ ես չգիտեի, որ Մարս մոլորակի շուրջ այն 3 արբանյակներ են պատտվում, գիտեի որ պատտվում են։ Այդ 3-ից մեկը չինական է արդեն։ Ասում եք ամերիկյան, եվրոպական եւ չինական։ Այն ինչ որ երկրի մոլորակի շուրջը պատտվում են, այդ չէ։ Մարս մոլորակի շուրջը էլի արբանյակներ կան։ Մարսի վրա էլ չասեմ որ ռոբոտներ կան, չինական էլ կա, ամերիկյան կա, եվրոպական կա։ Այդ տեխնիկան Ամերիկայի հետ հավասար տեզերք ուսումնասիրում եւ այդ քարին հետևում են եւ այդ քարից անգամ նույնիսկ սպառնալ քար է, բայց դա իրականում ասում են տեխնիկա է։ Հասկանում եք, որտեղ ինքը շարժվում է այնպես, ասես շարժիչ կա իր ներսում։ Իսկ եթե ասում ես շարժիչ, ուրեմն դրա մեջ ուղեղ կա, բան կա դրված, ինչ որ մեկը կառուցել է շարժիչը, բայց դա երկրային ծագում չունի, անգամ արեգակնային համակարգի բան չի, սարքավորում չի, ոչ էլ ասենք քար է։ Այս ուղղակի իմիջիայլոց ասեմ, գալ է ժամանակ, ովքեր տեզերքում առաջատար դիրք են գրավելու եւ երկիր մոլորակի արտաքին վտանգները չեզոքացնող բանը առաջի ասպետներ են լինելու, նրանց երկրի վրա հեղինակությունը բարձրանալու իրենք լինեն առաջավոր, ասենք էլ չեն նայել էս շատ են, քիչ են, ավել են, պակաս են սրանք, այս իմիջիայլոց ասեմ։ Եվ Չինաստանը, ասենք, հիմա այստեղ այս Ուկրաինայի խնդրի շուրջ գիտենք, որ սա չին-ամերիկյան հակամարտություն է։ Հիմա մենք եթե մինչև 5 շաբթի օրը հաջորդ 27-ին, մինչև լավ 30-ը, եթե մենք այս ընթացքում տեսանք Չինաստանը զուսպ մնաց էլի, ոնց որ մինչև հիմա տագից իր գործն անում էր, Ռուսաստանը ղալատ չարեց ու Ուկրաինան համաձայնվեց, ուրեմն ենթադրում եմ, ուրեմն Ամերիկան կարողացել է Ռուսաստանին իրենով անել, ուրեմն կա պայմանավորվածություն։ Ասենք ինչպես Գերմանիան պատերազմից հետո, ինչպես Ճապոնիան Ամերիկան վերցրեց իր հսկողության տակ զարգացրեց, բայց նրանք իրենց տեղը, իրենց չափը ճանաչում են Ամերիկայի հանդեպ։ Միգուցե Ռուսաստանն էլ համաձայնվի, չնայած սա երկրորդ տարբերակն է, որին ես այդքան հակված չեմ, որովհետև Պուտինը բան է, էլի, աղմախ մարդ է, էլի, ապուշ մարդ է ինքը։ Ինքը իր պետությունը տասնյակ տարիներ հետ գցեց։ Անկամ այս վիճակում եթե թղթի տակ Ուկրաինան ստորագրի, Ռուսաստանը արդեն բոլոր մրցավազքերից հետ է մնալու։
բոլոր ինքը չի կարող գերտերություն համարվել, ինքը չի կարող նորմալ զարգանալ, համ չափերն են մեծ, համ հնարավորությունները պակասել են։ Ուրեմն ասեմ, այս վիճակը Ռուսաստանի համար սա որքան էլ, եթե անգամ Զելենսկին այդ թղթի տակ ստորագրի կամ ուկրաինական իշխանությունները, սա Ռուսաստանի համար ուղղակի թվացial, շոշափելի, ասենք տարածքային առավելություն է տալիս, բայց գոյատևելու, ապրելու շատ ծանր պայմաններ են առաջանալու Ռուսաստանի համար, այդ ապագայում շատ հնարավոր է այն տան մնացածը քանդվի, տրաքի, հասկանում եք, չէ՞։ Հենց այդ պայթելու վախն է, որ Ամերիկային, այդ պայթել նշանակում է Չինաստան ինչ-որ բան տանի։ Այս թուրքերն էլ մի քիչ համ լավ չեն զգում, համ լավ են զգում, հիմա իրենք չգիտեն այդ Թուրանի ծրագիրը կարողանան աշխատեցնել, ինտենսիվ Հայաստանի հետ են աշխատում, որտեղ միակ խանգարողը այս պահին Հայաստանն է։ Եթե Հայաստանի հարցերը լուծում են, արդեն իրենք ազատ ցամաքային կապ են ունում Ղազախստանի հետ։ Կովկասի հատվածը մահմեդական, իրենք կհամարեն իրենցը, հենց Հայաստանին կարողացան դարձնել։ Այսինքն այսօր Նիկոլ այդ գործին է, այդ հանձնարարությունն է կատարում եւ 5 հոգի պետք է թռցնի, կարող է արդեն գնացել եկել են, հատուկ հանձնարարություններ բերեն մեզ ինտեգրելու Ադրբեջանին, արևմտյան Ադրբեջան դարձնելու, այնպես որ մեր պայքարը ծանրանում է աշխարհքաղաքական իրավիճակից ելնելով, բայց մենք շարժվելու ենք, մենք պայքարելու ենք Նիկոլի դեմ էլ, իր այդ ծիծեռնակների հնգյակի դեմ էլ, չգիտեմ Ռուսաստանի դեմ էլ, ինչը սպառնում է հային ու հայկականությանը, մենք պետք է կարողանանք պայքարել դրա դեմ։ Բայց ել եմ ասում, ես այս մի շաբաթվա մեջ մենք կհասկանանք, սա հերթական անգամ Թրամփը ուզում է Պուտինի հետ Պուտինի ձևով շարժվի, այնպիսի բաներ անեն, որ Պուտինը սխալ թույլ տա եւ ասեն դե լավ, արդեն դու վերջին անգամ արդեն չափը դանցարու, թե դեռ զգուշանում են Չինաստանից, թե ուզում են համոզելով, չգիտեմ, այսպես տանելով, Ուկրաինայից մի բան տան, բայց մնացածը ամբողջությամբ վերցնեն իրենց, չէ՞։ Ռուսը ոնց էր ասում, Արցախը տամ Ադրբեջանին, Ադրբեջանով բանով իմ ազդեցության գոտի է մեկ է, Արցախը Հայաստանում թե Ադրբեջանում էլի իմը կլինի, բայց չկարողացավ։ Արցախը տվեց Ադրբեջանին ու ազդեցությունը իր կորավ արդեն Ադրբեջանի վրա, այդքան մեծ ազդեցություն դեռ առաջվա ազդեցությունը չունի։ Ռուսաստանն էլ կարող է ասենք այդ գրին բանը դրավ ասեն այդ քեզ, բայց Ռուսաստանի ներսում մի հատ իրավիճակ սկսվի, որ ինքը ոչ թե միան գրիմը, այլ Թաթարստանը, չգիտեմ, այնտեղ Յակուտներին, չգիտեմ, եսի ինչերին, հա, բաշկիրներին չկարողանա պահել։ Մարդիկ գնան ազատության։ Սպասենք, իսկ մեր պայքարը շարունակվում է, մենք երբեք չենք հուսալքվում, կապ չունի, իհարկե մեզ համար ծանր հետևանք կունենա Ռուսաստանի հաղթանակը այս գործում, ռուսահպատակները դա չեն հասկանում, իրենք ուզում են լինել ռուսահպատակ, ոչ թե հայ, զտարյուն մաքուր, բայց դա իրենց խնդիրն է, դե այն մի մասն էլ դե հասկացանք, որ ուզում են թշկահպատակ լինեն, մենք համատեղ պետք է պրծնենք դրանցից։ Եվ ասեմ, մեր համախմբանը իսկապես շատ է խանգարում Լևոն Ռոբերտ Սերժիկը։ Այս երեքի շատ կներեք անգամ գոյությունը խանգարում է մեր համախմբանը թուրքացման դեմ ճանապարհին, որովհետև եթե այս երեքը չլինեն, սրանց ազդեցության տակ գտնվող քաղաքական թիմերն էլ ժողովրդի համար որոշակի արդեն աչքներին կգա, էլի, առանց Սերժիկի հանրապետականը կարող է ժողովուրդը սկսի համագործակցել, հասկանում եք, չէ, առանց Քոչարյանի դաշնակների հետ կարող են համագործակցել։ Այսպիսի բաներ կա։ Եվ իսկապես պետք է այս երեքին չեզոք պահվի, կամ պետք է կալանավորվի, կամ տնային կալանք տրվի, կամ չգիտեմ։ Ու սա Նիկոլը չի անի, դա իրեն կթուլացնի, ուրեմն մենք պետք է այդ քարյագին համատեղ ինչ որ անելու ենք, այդ քարյագի հետ ենք անելու։ Սպասենք, բայց ընթացքում գործելով, մեր գործը առաջ տանելով։ Մնաք խաղաղությամբ։